Գպարևեմ ցես, սիրելի եղբայրներ քույրեր, եւ Աստծո որքան փառք կուտամ, որ այսպես արիտներ գշնորե մեզի ամեն ուրբաթ Աստծո խոսքին շուրջ հավաքված բահմը գսերդենք այն խոսքը, որու մեջ հոգի եւ կյանք կա։ Այսպես խոսքի միջոցով մեր մտքերը գլուսավորվին եւ մեր հոգիները գնորոքվին, գաբրաբնթվին, մեր հավատքը գշինվի ողջամիտ վարդապետության վրա իրապես երանելի այն հավատացյալը, որ Աստծո խոսքը շարունակ կսերդե, կբրբդե հնազանդելու նպատակով, Աստծո միտքը հասկանալու նպատակով, ինչ որ մենք ալ Թեսաղոնիկեցված նամակը կսերդենք այս նպատակով, սորվելու, Աստծո կամքը գիտնալու եւ աստվածային ճշմարտություններուն նկատմամբ դքետ չմնալու, առողջ գիտություն ունենալով բտղափեր կյանքեր ապրենք եւ այսպեսով երրորդությունը փառավորենք։ Աստծո շնորհքով պիտի շարունակենք առաջին Թեսաղոնիկեցիս 4-րդ գլուխին 5-րդ համարեն գարտալով, ուր առաքյալը գսե ոչ թե ցանկության գիրքերով, ինչպես հեթանոսները, որոնք զասված չեն ճանչնար։ Անոնք որ զասված չեն ճանչնար, ամուսնության իմաստը պիտի չհասկանան, որովհետև ամուսնությունը Աստծո մտքի մեջ հղացված այր ու գնոջ միապանությամբ ամենասուրբ հաստատությունն է երկրի վրա։ Ուրեմն զասված չճանչողներ Աստծո միտքեն ու անոր հայտնված ծրագիրեն հերու ըլլալով գգարձեն թե ամուսնությունը ցանկություններու եւ գիրքերու կոհացում է միայն։ Այս ըմբռնումը հեթանոսական մտայնության մեջ կտեսնենք, ցայդուն է, սակայն քրիստոնյան, որ ջանցած է զասված եւ իր ներսիտին Սուրբ Հոգին կփնագի, ամուսնության իմաստը ուղիղ գրնա հասկանալ եւ հոգիով գրնա իր մարմինը զսպել ու մաքուր բայել։ Մեծ օրհնություն է Սուրբ Հոգվույն փնագությունը հավատացյալի սրտի մեջ, ու երբ ան կդրամատրվի Սուրբ Հոգին, պետք եղած զորությունը պիտի ունենա սրբության մեջ քալելու, որովհետև նախապես առաքյալը հեթանոսած կյանքը կնկարագրեր, ինչպես կսե անցյալին, որ դուք գրաբաշխության մեջ էիք, Աստծուց մեղրու էիք, եթե վերհիշենք երկրորդ, երրորդ, չորրորդ համարը գսե, որ մենք պատվեր ունենք, որ Աստծո կամքը այս է, որ մենք սուրբ ըլլանք եւ ետ կենակ բորնգութենե եւ նկարագրեցինք անցյալ ուրբաթ, թե ինչպեսի վարմունք կունենային անոնք։ Ուրեմն, բայց մենք ոչ թե ցանկության գիրքով 5-րդ համարը զորգարտացինք, ինչպես հեթանոսները, որոնք զասված չեն ճանչնար, իրապես զասված ճանչնալը մեծ օրհնություն է։ 6-րդ համարն ալ գսե, չլա որ այդ բանի մեջ չափե անցնի մեկը ու իր եղբայրը զրգե, վասնզի դերը այդ բոլոր բաներուն համար վրեժ խնդիր է, ինչպես առաջվնե ըսինք ցեզի ու վկայություն տվինք։ Այս համարին առաջին մասը հունարենով այսպես կսե. չլա որ այս նյութին նկատմամբ ակահ ըլլա ու իր եղբորը վնաս հասցունե։ Ով է ակահը? Ակահը մեկն է, որ չի կոհանար, մեկն է, որ իր գիրքերուն քերին դարձած է։ Երբ մեկը իր գիրքերուն քերին դարձած է, ուրիշին ցանկության աչքերով գնայի եւ ակահ ըլլալով չի կրնար իր մարմինը զսպել։ Այս վիճակին մատնված ուրեմն գարելությունը գա իր եղբոր վնասի ենթարկելու։ Անոր համար առաքյալ գսե չլա որ Դավիթ այս մեղքի մեջ ինգավ ու իր եղբորը վնաս հասցուց, ով էր իր եղբայրը Զորավարը, որուն սպաննել տվավ եւ իր գինը արավ։
ան Դավիթ չգրծավ երկերը զսպել։ Ան որ իր ցանկություններուն քերին դարձած է, թիմացինին անձնավորությունը չի հարկեր եւ այս պատճառով գբռնապարե։ Բեդապրեսի գին այդպես հրավ։ Եթե գարտանք Ծննդոց 39 7-12 գսե ուրեմն Ծննդոց 39 7-12 Այս տանը մեջ ինձմե մեծը չգա ու բանմը ինձմե չարքիլեց քեզ մեզատ վասնզի թուն անոր գիննես Հովսեփի խոսքերն են ասում ուրեմն ես ինչպես այս մեծ չարություն անեմ ու Աստծո թեմ մեղանչեմ Եվ քանի որ անիգա օրեոր Հովսեփի գզրուցեր, անիգա մտիկ չերներ անոր, որ հետը բարգի կամ հետը ըլլա։ Ու եղավ որ օրմը իր կորձին համար դուն եկավ եւ հոն դանը մեջ դանը մարդոցմե մեկը չգար ու զինքը բռնեց անոր հանդերձեն ըսելով բարգե ինձի հետ եւ անիգա իր հանդերձը անոր ցերկը թողուց ու փախավ դուրս ելավ Ոչ միայն Բեդապրեսի բարակայի նման հարցերու մեջ, այլ ամեն բանի մեջ, ընկերային, ընտանեկան եւ եկեղեցական, պետք է մեկը անձը զսպե։ Երբ մեկը այր թեգին եկեղեցվո հովիվ կամ երեց իր եսին քերին դարձած է գուզե իր խոսքը, իր քահապարը, իր ուզածը բարդատրել եւ իր ուզած ցևով նույնիսկ թիմացինին գարձիկը ճուզեր լսել ու գբնթե իրը այս գոչվի բռնապարություն ինչպես է ոչ թե Բեդապրեսի բարական հաբա ամեն բանի մեջ ցավալի երևույթ այն է որ այս տեսակ քրիստոնյա առաջնորդներուն թիվը քիչ չէ Երանի թե այս երևույթը միայն քաղաքական մարդոց մեջ տեսնեինք սակայն ափսոս այդպես չէ գրոնական խավի մեջ ալ գտեսնենք քաղաքարը բարդատրող իր ուզածը գադարող իր անձին քերին դարձող իր գիրքերը հագեցնող Շարունակելով արաքյալը գսե դեր այդ բոլոր բաներուն համար վրեժ խնդիր է այդպես կարտացինք գսե չլա որ այդ բանի մեջ չափե անցնի մեկը ու իր եղբայրը զրգե վասնզի դեր այդ բոլոր բաներուն համար վրեժ խնդիր է այնպես որ վրեժ խնդիրը այսինքն դերը պիտի չլրե այդ մարդոց արարքներուն ու պիտի պատճե հարմար ժամանակին ինչպես պատճեց Դավիթը Բողոս երբ Թեսաղոնիկե գտնվեր այս նյութին շուրջ անոնց գխոսեր գսե գարտացինք համարի մեջ վկայություն տվինք այսինքն ապացույցերով օրինակներով վստահեցուցինք ցեզի որ այդպեսի բաներ ընողներ պատճվեցան Դերը իմաստություն դա բոլոր գրոնական առաջնորդներուն հեզ հոգիմը շնորհե որբեսի անոնք թիմացինին լսելու դրամատիրը լան եւ չբռնապարեն իրենց քաղաքարը բարդատրելով 7-րդ համարը գսե Վասնզի Աստված մեզ բղծության չգանչեց հաբա սրբության Միայն Աստուծո պատիժին ենթարկվել է վախնալով չէ որ բորգուտենե հերու պետք է գնանք հաբա այն պատճառով որ Աստված մեզ սրբության գանչած է Պետրոս Արաքյալ իր նամակի մեջ ալ գսե առաջին Պետրոս 1:14-16 գսե հնազանդ զավակներու պես ոչ թե ծեր դքիդության ադենին առաջին ցանկություններով վարվելով հաբա ցեզ գանչող սուրբին պես թուք ալ սուրբ եղեք ծեր բոլոր վարմունքներում մեջ վասնզի գրված է թե սուրբ եղեք քանզի ես սուրբ եմ
կտեսնեք սրբությունը ինչպես հայտնի կնենք վարմունքներու մեջ վարմունքներու ընդհանրապես մարդոց մեջ մեղքի հերու գենալու ըմբռնումը երկու տասագարկի կբաժնվին առաջին մեղքի հերու գենամ որբեսի ասված զիս չբաճե այս տասագարկի պատկանոներուն թիվը շատ են երկրորդը մեղքի հերու գենամ որովհետև ասված զիս սրբության գանչած է այս տասագարկի պատկանոներուն թիվը շատ քիչ են առաջիներուն նկատմամբ անոնց հնազանդությունը վախի աստեցության դակ է չլա որ ասված ինձի բաճե իսկ երկրորդիներուն նկատմամբ հնազանդությունը ընդրությունով է գնդրե մեղքեն հերու գենալը որովհետև ասված զիս սրբության գանչած է գսե գիտակցությամբ գնդրե որպես սկզբունք որոշած է մեղքի հերու գենալ եւ ոչ թե մեղքի հերու գենալ որպես ասված չբաճե սրբության գոչը գլսե եւ գորոշե զիկ կանչող սուրբին պես սուրբ ըլլալ գուզե իր բոլոր վարմունքներու մեջ սուրբ ըլլալ միշտ հիշելու ենք որ երբ սրբությունով գաբրինք աստծո գամքը գիրակորձվի մեր մեջ եւ անոր անունը անվանը փառք ու բադիվ բերելով մենք կուրախանանք եւ մեր սիրտը խաղաղության մեջ կմնա եւ այս վիճակը մեզ իմաստուն գույսերու նման ըսկաս պիտի բայե երանի թե մենք ալ ընդրենք մեր վարմունքներու մեջ սրբությունը սրբության յետևել լանք ոչ թե վախնալով աստծուց որ մեզ չբաճե բադիժի ազատելու համար հաբա անոր սերեն մղված որովհետև ասված այդպես կուզե մենք ալ ասենք այո ով դեր ես գնդրեմ քու ուզածդ գադարելու որովհետև այդպես գբանչես այնպես որ ասկայնով բավարարվինք այսօր եթե դերեգամի կալ ուրբաթ 8-րդ համարեն պիտի շարունակենք մեր սերտողությունը Տերոջ խաղաղությունը ցեզի դլա անոր իմաստությունը թող Սուրբ Հոգին օրեօր ծեր մտքերը մեր բոլորի մտքերը լուսավորե որբեսի մեր կյանքերը Աստուծո ուզած դեղը գտնվին եւ այսպեսով իր անունը փառավորվի ամեն